Здравствуйте. Сегодня у нас в гостях эксперт по избирательным технологиям Армен Бадалян, а я Лаура Багдасарян, директор исследовательского центра «Регион». Мы пригласили вас, господин Бадалян, для того, чтобы обсудить с вами воздействие пропагандистских кампаний на электорат и вообще значение ведения пропагандистских кампаний в Армении, в таких странах, как Армения. Հայաստանում գնալով մեծանում է քաղաքական քարոզարշավների ժամանակ օգտագործվող գործիքների տեսականին, սա ձեր տեսանկյունից գրագետ քարոզարշավներ կառուցելու նշան է, ինչ մասնագետներից են, եթե տեղյակ եք, բաղկացած լինում սովորաբար օրինակ նախագահական թեկնածուների թիմերը։ Ասեմ, որ այդ գործիքները քարոզարշավի ժամանակ իրարվող այդքան էլ չեն մեծանում, դրանք նույն ստանդարտ գործիքներն են, հեռուստա ելույթով հանդես գալը, ռադիո ելույթով հանդես գալը, թերթերում մոտվածանք տպելը, թռուցիկներ, տեսահոլովակներ, այսինքն նույն ինչ որ կար 10 տարի առաջ դրինը գրեթե ինչ որ կար 20 տարի առաջ, որևէ նորություն չկա, բացի ասենք ինտերնետի զարգացման արդյունքում սոցիալական ցանցերում նաև հանդես գալը, բայց դա ոչ թե ասենք նախագահների մակարդակով, այլ նախագահական ընտրություններին մասնակցող թիմերի ակտիվիստների մակարդակով։ Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների մասնակցող այդ տեխնացուների կողմնակիցներից կամ մասնագետներից ասենք, որ տարբեր է լինում իրավիճակը, կան կուսակցություններ, որոնք չեն դիմում ոչ մի մասնագետների, որովհետև իրանց թվում է, որ իրանք կարող են շատ հանգիստ դա իրականացնել, անգամ այնպեսի զավեշտալի երևույթներ եմ ես հանդիպել, երբ որ կուսակցության բարձրացան, չեմ ասի իհարկե, որ կուսակցությունը իրան նշանակություն չունի դա, բայց ազդեցիկ կուսակցություններից մեկի ղեկավարությունը ինքն էլ որոշում թե պլակատը ինչ գույն պետք է լինի, տառերը ինչ չափսով պետք է լինի եւ այլն, այսինքն այն գիտակցումը, որ ընտրությունը եւ ընտրաշավը դա գիտություն է եւ պետք է մասնակցեն միայն դրան այն մարդիկ, որոնք որ դրանից հասկանում են, մեր մոտ դեռևս այս ամբողջովին չաշխատում, ցույց են տվել փորձերը տարբեր եւ նախագահական խորհրդարանական, որ քարոզարշավը մի բան է, կոնկրետ ընտրական, այսպես ասած, քվեարկություն, դա լրիվ ուրիշ բան է, այսինքն շատ հաճախ ոչ միայն շատ հաճախ, կարելի ասել գրեթե միշտ քարոզարշավի արդյունավետությունը, անկախ ինչ գործիք օգտագործեն, թե չեն օգտագործի, ազդեցություն չի թողում քվեարկության արդյունքի վրա, որտեղ այդտեղ լրիվ տարբեր ուրեմն սկզբունքներ են աշխատում։ Մեր մոտ գաղտնիք չէ, որ հիմնական սկզբունքը դա փողի սկզբունքն է, իհարկե կաշառքի, դու կարող ես շատ լավ, շատ գրագետ, լավագույն մասնագետին հրավիրել եւ գրագետ քարոզարշավ անցկացնել, բայց մյուս կողմը ուղղակի քվեարկությունից 2-3 օր առաջ ամբողջ, այսպես ասած, բաժանելով այդ ամբողջ տեղամասերը մտնում է տուն արտուն, վճարում գումարները եւ քվեարկության արդյունքը լինում է լրիվ այլ ձև։ Ինչու է համարվում, որ քարոզարշավի ավանդաբար համարվում, որ քարոզարշավի ամենահետաքրքիր պահը այնուամենայնիվ հեռուստադեբատներն են եւ Հայաստանի նման երկրում կարող են հեռուստադեբատներ ինչ-որ գոնե ինֆորմացիոն հետաքրքրություն իրենից ներկայացնել, որովհետեւ Հայաստանի այդ ավանդույթը չկա։ Արցավանդույթը չի, քաղաքական համակարգն է Հայաստանը, կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկիր է, ի տարբերություն ձեր նշած այն երկրների, որոնք որ ժողովրդավարական երկրներն են։ Ժողովրդավարական երկրներում քաղաքականության հիմքում դրվում է մրցակցությունը։ Այ հեռուստադեպատը ցույց է տալիս տեխնացուներին, ով է ավելի մրցունակ, ով է ավելի լավ կարողանում իր մտքերը շարադրել, ով է ավելի լավ պատկերացնում այդ երկրի ապագան։ Իհարկե, պարտադիր սա լինում է Հայաստանում, ասենք, հեռուստադեպատներ անում են, բայց դրանք անում ոչ թե նրա համար, որ դրանով որոշվի ինչ որ ազդի ընտրությունների վրա, այլ քանի որ պարտադիր օրենքով կա գրված, դրա համար ելնելով ֆորմալությունից մասնակցում են հեռուստադեպատեր։ Եվ եթե մենք տեսել ենք, շատ քիչ դեպքում է հեռուստադեպատ մեր մոտ եղել, միայն եթե հիշենք անցյալ նախագահական ընտրությունների ժամանակ մի անգամ եղավ, դա էլ միանակ այն ժամանակ էր, երբ որ հեռուստադեպատի հիմքում ոչ թե մրցակցություն էր դրված, այլ այսպես ասած այլ ինտրիգային հարցեր դրվեցին հեռուստադեպատի մեջ։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ հիմա սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ ակտիվորեն սկսեցին օգտագործվել սոցիալական ցանցերը, այսպես կոչված սոցիալական մեդիան, դուք ինչ եք կարծում, ինչը բերեց քաղաքական գործիչներին սոցիալական ցանցեր եւ ինչով են պայմանավորված նրանց ակտիվությունները։ Ինչ են հիմնականում այդպես ակտիվ մտել Facebook, որտեղ մոդը էր։
Ընդհանրապես զուտ մոդաներ, որ գիտենք, հա, որոնք անգամ բարձրաշրջան չինովնիկներ, որոնք անգամ ասում են իրենց աշխատանքի ժամին են մտել Facebook եւ այդ Facebook-ի քննարկում են մասնակցում են, իդեպ դա երիտասարդ ավելի շատ, ուրեմն տարիքի գործիչներն են, դեպի իշխանություն կամ ընդդիմություն, կան ավելի տարեցները, բայց հիմնականում էլ եմ ասում, դա ոչ թե Facebook մտել են, որպեսզի կարողանան Facebook-ը հայությանը կամ Facebook-ի այդ օգտատերերին բերել իրենց կողմը, որտեղ հասկանում է Facebook-ի մեջ քաղաքականապես ակտիվ իմաստը եւ նա շատ լավ հասկանում է եւ իշխանության արած սխալները եւ ընդդիմության արած սխալները։ Դու չես կարող Facebook-ի միջոցով բերել, ասենք, այն մարդուն, որը քննադատում է կամ խորհրդաշե, բերել դեպի, ասենք, իշխանության ճամբար, դա ուղղակի անհնար է։ Ինչ է Հայաստանի համար արդյունավետ քարոզարշավը ձեր պատկերացմամբ։ 10,000 դրամ։ Քվեարկությունից 2 օր առաջ բաժանելը։ Այդքան վատ կարծիք ունեք ընդրազանգվածի մասին։ Ես վատ կարծիք չունեմ, ես շատ եմ շփվում ընդրազանգվածի հետ։ Որտեղ է ավելի դժվար կառուցել ճիշտ քարոզարշավ։ Միանշանակ չես կարող ասել, իհարկե ԱՄՆ-ի եւ ժողովրդավարական երկրներում քարոզարշավ կազմակերպելը շատ ավելի դժվար է, որտեղ այնտեղ բազմաթիվ բարդ հետազոտություններ պետք է անցկացնես, ավելի ներղային խնդիրներ պետք է ուսումնասիրես եւ ոչ միայն ուսումնասիրես, այլև գտնես լուծումը, փորձը ֆոկուս խնդիրը, պեղելու խնդիր կա, ներկայացնելու խնդիր կա, ճիշտ լուծում առաջարկելու խնդիր կա, իհարկե այնտեղ քարոզարշավը ավելի շատ բարդ է անցկացնում, որտեղ իրենց քաղաքական համակարգն է բավականին բարդ եւ դու չես կարող այնտեղ գումարով ձայն առնես, հանգստին արդեն ոչ միայն քաղաքական հետևանքների, այլև քրեական հետևանքների։ Հայաստանում քարոզարշավը անում են նրա համար, որտեղ ընդունված է քարոզարշավ անել։ Որտեղ ասենք կա օրենք, որով դու պարտավոր ես, ասենք, ինչ որ գործողություններ անել եւ քաղաքական գործիչների մեծ մասը, ասենք, տեսնելով քարոզարշավը այլ երկրներում ոնց են անում, իրանց էլ են թվում, որ նույնը կարելի Հայաստանում անել։ Հա ինչ որ ելույթներ են գրում, որոշ շատ կասկածել է թե այդ ելույթը ում ընդհանրապես պետք, ինչ որ սկսում է շատ դեպքերում անգամ քարոզարշավին մասնակցել մարդիկ, որոնց թիկունքում ընդհանրապես որևէ կուսակցություն չկա, չնայած իրանք հանդես են գալիս որպես կուսակցության ղեկավարներ, իսկ այդտեղ տասնյակ նման կուսակցություններ կա Հայաստանում, որոնք ընդամենը մեկ մարդուց է բաղկացած։ Հայաստանում ճիշտ ասած քարոզարշավ այդպես բարդ քարոզարշավ անցկացնել իմաստ չկա, ընդամենը 3-4 կետ պետք է ասած ծրագրային, ասենք կոռուպցիայի վերացում, մենաշնորհների բարենային եւ ոչ բարենային ապրանքների, հա, մի քանի տասնյակ կանոն ապրանքների մենաշնորհի վերացում եւ ասած ամենակարճ են 4-5 կետը, որոնք բոլորն էլ գիտեն եւ ամենակարևորը դա չի, որ ասա, որ գալուց հետո դու դա իրականացնես, վերջ։